Ծաղկազարդի տոնի օրը երեկոյան ժամերգության ընթացքում կատարվեց Տրմբացեքի արարողություն։ Խորհրդավոր այս արարողությանը մայր տաճարը լի էր ուխտավորներով, ամենայն հայոց հայրապետն օրհնեց ներկաներին։ Տրմբացեքի արարողության ժամանակ երկխոսություն է տեղի ունենում փակ խորանի առջև ծնկած եւ վարագույրից այն կողմ գտնվող հոգեվորականների միջև։ Վարագուրված խորանը խորհրդանշում է երկնային արքայությունը։ Մարդիկ վերապրում են աշխարհի վախճանին սպասվող այն իրադարձությունը, երբ պետք է բացվեն Աստծո արքայության դռներն ու արդարները պիտի մուտք գործեն այնտեղ։ Ծաղկազարդը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ։ Այն նաև խորհրդանշում է մեր Տիրոջ մուտքը վերին Երուսաղեմ։ Այս իմաստով Քրիստոսի մուտքը Երուսաղեմ կոչվում է նաև գալուստ։ Այդ պատճառով էլ Ծաղկազարդի երեկոյան է կատարվում Տրմբացեքի արարողությունը, որը Քրիստոսի գալստյան օրինակն է ցույց տալիս։ Այս դուրը դիարներ և արդար մտանեն նստա, ոչ թե միայն արդար մտանեն։ Բաց մեզ Տերընդ դուռն ողորմության, այս խոսքերով են դիմում Տիրոջը հուսացող բոլոր հոգիները։ Վարագույրից ներս գտնվող հոգևորականն արքայության դուռը մտնելու պայմաններն է առաջադրում։ Ծնկած հոգևորականները խորհրդանշում են ժողովրդին, այն մարդկանց, ովքեր մկրտված լինելով եւ քրիստոնյա լինելով փորձում են արժանանալ երկնքի արքայությանը։ Հոգևոր հայրերի մեկնությամբ այս արարողությունը հիշեցնում է, որ մենք էլ մեր կյանքի որոշակի հանգրվանում կանգնելու ենք փակ դռների առջև եւ ինչպես եկեղեցում է երգվում շարականը, մենք էլ մեր հոգով ենք առ Աստված կանչելու, որպեսզի Տերը բաց անի իր ողորմության դռները եւ մեզ ընդունի իր խաղաղության մեջ։ Երկնքի արքայությունը կարող են ժառանգել ոչ միայն արդարները, այլև բոլոր այն մեղավորներն, ովքեր կզղջան եւ դեպի Տերը կդառնան։ Ուստի հոգևորականները հորդորում են բացել սրտերը Տիրոջ առջև եւ ապաշխարել։